շատ վտանգավոր սխալ է, որ բոլոր գործարարները, նույնիսկ ղեկավարները իրենց կյանքի ինչ-որ փուլում արել են, այդ անձնական ու բիզնեսի ֆինանսները խառնել են։ Սա բերում է, գիտեք ինչի, սա բերում է նրան, որ այն նախորդ կետում որ ասել եմ, ծախսերը կկրճատեն, կխժռեն ցանկացած շահույթ։ Երբ որ անձնական ու բիզնեսի ֆինանսները իրարից չեն առանձնացվում, բիզնեսի ծախսերին գումարվում են անձնական ծախսերը ու շահույթը շատ ավելի արագ է խժռվում, սա շատ վտանգավոր է։ Դրա համար շատ པարզ գործիք կա նշանակել աշխատավարձ նույնիսկ բիզնեսի սեփականատիրոջը գործարարին, ով որ մասնակցություն ունի բիզնեսի ամենօրյա աշխատանքի մեջ, հա։ Ուղղակի նշանակել աշխատավարձ, այնպես ինչպես մյուսներն են ստանում, ու այդ աշխատավարձից դուրս չպլանավորված մասհանումներ սեփականատիրոջը չանել։ Իհարկե կարելի է անել պլանավորված մասհանումներ, օրինակ երամսյակային, կիսամյակային կամ տարեկան, այսինքն պլանավորել, որ օրինակ երամսյակը 1 մենք հաշվում ենք ինչքան շահույթ ենք ստացել ու եթե բավարար չափի շահույթ ունենք, բացի ամենամսյա աշխատավարձ կոչվածից, գործարարը իրեն վերցնում է նաև ինչ որ մասհանում, հա, շահաբաժին է վերցնում։ Դա նորմալ է, բայց երբ գործարարը աշխատում է հետևյալ սկզբունքով, հա, որ պահին որ փող է պետք, այդ պահին բիզնեսից ուղղակի փող է վերցնում, այդ դեպքում բիզնեսի ֆինանսների կառավարում իրականացնելը ուղղակի անհնար է դառնում։ Դա վտանգավոր է բանի տեսանկյունից, հա, ֆինանսների կառավարման տեսանկյունից, դա վտանգավոր է կասկի ռազրիվի մեջ ընկնելու ռիսկի տեսանկյունից ու դա վտանգավոր է այն տեսանկյունից, որ ֆինանսների կառավարմամբ զբաղվող մարդը, դրամականացքի կառավարմամբ զբաղվող մարդը ընկերությունում այդ դեպքում բան լինում, հա, կարող է շատ ուժեղ դեմոտիվացվել ու նույնիսկ այդ իրավիճակը կարող է ոչ, այսպես ասած, ոչ առողջ բաների, հա, մտքերի բերել մարդուն։ Շատ վտանգավոր է, երբ բիզնեսում կարելի է ուղղակի ցանկացած պահի գումար վերցնել, երբ որ ինչ-որ մեկին գումար է պետք։ Պետք է լինի սեփականատերը, կլինի սեփականատիրոջ ընտանիքի անդամներից մեկը, այդպես ուղղակի պիտի չի լինի։ Բիզնեսի գումարը բիզնեսինն է, գործարարի գումարը գործարարինն է։ Դա պիտի հստակ առանձնացվի։ Ու սրա մյուս կարևոր կտորը բիզնեսի համար զարգացման ու անվտանգության ֆոնդեր ձևավորելը, հա։ Երբ որ բիզնեսից շատ է գումար, կանխիկ գումար վերցվում, շատ գումար է դուրս բերվում բիզնեսից, վտանգ կա, որ նույնիսկ շահույթով աշխատելու դեպքում ինչ որ պահից բիզնեսը կսկսի զիջել իր մրցակիցներին, հա, մրցակցությունը չի դիմանա, որովհետև ուղղակի նոր զարգացման, նոր փուլ անցնելու համար ներդրման բավականաչափ գումար չունենա։ Դրա համար շատ եմ կարևորում ու խորհուրդ եմ տալիս անպայման բիզնեսում ունենալ զարգացման համար ֆոնդ, այսինքն ամեն ամիս կուտակված շահույթից ինչ որ գումար առանձնացնել զարգացման պրոյեկտների համար ֆոնդին ու ինչ որ գումար առանձնացնել անվտանգության ֆոնդին, հա, այսինքն այսպես ասած սև օրվա փող։ Ու դրանից հետո նոր, եթե գումար է մնում, շահաբաժին հանել գործարարին, սեփականատիրոջը։ Այս կանոնը եթե պահեք, սա շատ մեծ, այսպես ասած, գրավական է բիզնեսի երկարաժամկետ զարգացմանը։ Սովորաբար ինչ է լինում, հա, գործարարը հաշվում է, որ ինքը այս ամեն շահույթ ունի կամ այս երամսյակ շահույթ ունի, հաշվում է ինչքան շահույթ ունի, այս շահույթը ամբողջությամբ որպես շահաբաժին հանում է բիզնեսից։ Կարճաժամկետ կտրվածքով սա խնդիր չի, բայց բոլորս էլ գիտենք, որ բիզնեսը պարբերաբար ներդրումների կարիք ունի, հա։ Եթե այդ ներդրումների գումարը, հա, հնարավորությունը բիզնեսում չկա, ինքը ու երամսյակի կտրվածքով չէ, բայց տարվա, 2 տարվա կտրվածքով լուրջ խնդիրների առաջ կկանգնի։